Ուսանողական նստարանից առաջին գիծ 1988-ին սա շատերի ճակատագիրը դարձավ։ Արթուր Կարապետյանը ժողտնտեսության ինստիտուտի 4-րդ կուրսում էր։ Երբ մտել են լսարան, հարցրել են տղաներ գետաշենում սենց իրավիճակա, Արթուրը հենց առաջիններից ձեռք է բարձրացրել ու ասելա, որ ես անպայման գնալու եմ։ Լսարան մտել էին դաշնակցության ընդհատակում գործող Երևան կոմիտեի անդամները։ Արթուրն Արցախ մեկնեց Թաթուլ Կրպեյանի ջոկատում իբրև նրա օգնական։ Շահումյանից լեռնային կածաններով անցան թշնամու օկուպացրած տարածքներով ռուսական զորքերի միջով ու հայտնվեցին գետաշենում։ Նա է ինձ սովորացրել ձի քշել։ Երբ պետք էր մի կամուրջ պայթեցնել, իսկ Թաթուլը շատ ծանր հիվանդ էր, պետք էր գնալ այնտեղ, բայց ես ձի քշել չգիտեի։ Կռվից ազատ ժամանակ շատ զրուցում էին։ Թաթուլ Կրպեյանը պատմաբան էր, Վահան Հովհաննիսյանը հնագետ։ Ասում է, Արթուր Կարապետյանի հարցերից զգում էր, ինչ մասնագիտություն էլ ընտրեր, շատ հեռուն կգնար։ Պոստերը այնքան մոտ էին ադրբեջանցիների եւ այնքան քիչ կար մարդ պոստերի գնացող, որ այնքան հաճախ էին փոխվում։ Ես դա հիշում եմ, որ խմելու առանձնապես ժամանակ չկար, ուտելու բան էլ առանձնապես չկար եւ այդ իմաստով կենացները սակավ էին, բայց երգում էին հիմնականում դաշնակցական երգեր։ Արթուրի հայրն ասում է, մի օր 12 տարվա կոնյակ էր տարել տղերքին, 20 գրամ էլ չխմեցին ու ստիպված էր գյուլիստանցիներին բաժանել։ Մարտունաշենում նրանց միացավ Արաբո ջոկատը, դաշնակցական այլ ջոկատներ էլ, Ալաշկերտը, Պռոշյանը։ Գյուղերը երկար պաշտպանեցին, հնարավորին երկար պահելով Շահումյանը։ Հյուսիսային Արցախի պաշտպանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ Հայաստանի սահմանների անխախտության երաշխիքը դարձավ։ Նվիրվածությունը իրենց գաղափարներին կլինի մեր կողմից պայքարի շարունակությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դառնա այն երկիրը, որի մասին երազում էին։ Անկախ ենք, բայց ազատ չենք, ասում է Վահան Հովհաննիսյանը։ Ազատությունը ինքնուրույն որոշում կայացնելու խիզախությունն է։ Պետք է չվախենալ նաև մայիսի 6-ին։ Աննա Բալյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։